Անի, չեղավ, անի։ Անին տարեք, էլի տե։ Երկու։ Կաղային կոմից կային ես, կամ պայլակին թութով պայմ ես։ Այս խոսակցությունը ենթադրվող գործողությունների ինչ հետևանքների կբերեն եւ հաշվի առնելով, որ Փաշինյանը այսպես կառուցվածքային թիրախավորման է անցել, խմբեր է ձևավորում, հայտարարություններ է արում, արդյոք ձեր քաղաքական ուժը եւս կառուցվածքային առումով գործնականորեն կմղվի պաշտպանելու հայ առաքելական եկեղեցուն ըստ անհրաժեշտության։ Մենք այդ հարցում կհետևենք վեհապար հայրապետի օրդորներին, վեհապար հայրապետի դիրքորոշման։ Ձեր կարծիքով ինչու հիմա մտավ սա օրակարգ, հաշվի առնելով նաև մի շարք կարծիքներ, որ ըստ էության Ադրբեջանից հնչող հայտարարություններից հետո տեղի ունեցան։ Ես կարծում եմ, որ որպես առիթ երևի Շվեյցարիայում վեհապար հայրապետի ելույթներ, այդ միջոցառումներ, բայց ամբողջովին տեղավորվում է իր այսպես հնարած նոր Հայաստանի կոնցեպտի մեջ։ Այսինքն հայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմության, հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկելով, կամ նույն շղթայի տարբեր օղակներ են, եւ այստեղ զարմանալու բան չկա։ Այս պատերազմի որոշեց առաջադրել Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը իմպիչմենտի այդ գործընթացում։ Որտեղ Դավիթ Համբարձումյանը արժանի է դրան, Դավիթ Համբարձումյանը ի վիճակի է այդ ուղղությամբ լուրջ պայքարելու։ Նրան թիրախավորում են որոշ հարցերում, դրա համար եմ ասում, չկար ավելի պակաս խոսելի մարդ, չնայած նրա ազգային որակները բաց են գնահատում ճանաչողները, բայց թիրախավորում են որոշ կրիմինալ կոնտեքստ են դրան հաղորդում։ Ասում են նվեր արեց ՀԿ-ն մեր Տասնություն քչերից էր, որ պայքարում էր այսպես Էնպես որ ում էլ առաջադրեին, ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու եւ այդ մասին ես ձեզ ասել եմ, ես որ ասել եք, հարցրել եք ինչու տեխնատու չենք առաջադրում, ես ասեցի, որ մեր պարագայում հակազդեցությունը շատ մեծ է, կարծում եմ հիմա դրանում համոզվեցիք։ Բայց ասում եք նաեւ իշխանության չեք հավակնում, հաստորեն հավակնում եք կոնցեպտ։ Ձեր հարցը, այսպես ասեմ, ձեր տրամաբանությամբ շատ սենց նուրբ պատրաստված է։ Այո, մենք իշխանության չենք հավակնում։ Այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության համար է։ Միթե պարզ չի բոլորը։ Իսկ հնարավոր է իմպիչմենտը դառնա այդ թրիգերը, որ կարող է իշխանափոխություն առաջ բերել։ Ումով ուզում է, մենակ իշխանափոխություն լինի։ Չեն կարող մրից ելնել մրջուրն ընկնել։ Ոչ, որտեվ սա մուրջ չի։ Սա ճահիճ է, ճահիճ։ Նախագահ, ի վերջո թրիգեր կդառնա այդ իմպիչմենտի գործընթացը, որ գեներալի փոխանցն է։ Նախագահ։ Սա սխալ եմ ուղարկել, սա դու մենակ ես ուղիղը դիր։ Չենք ներքև էլի տղեք։
Պարոն Սարգսյան, Հայաստան Դաշինքի հայտարարությանը ինչպես կարձագանք է, որովհետև ասել են կարծես թե հետևյալն է, որ դուք բերեք նաև ԿՊ-ի պակասող ձայները կամ այլ պակասող ձայներ, մենք էլ մեր 28 ձայնը կտանք ձեզ։ Բա դուք իրենց հարցրեք, բայց որտեզի դուք էլ տեղյակ եղնեք, ես կարծում եմ, որ վաղը բանակցություններ են տեղի ունենալու Հայաստան Դաշինքի եւ պատիվ ունեմ խմբակցությունների միջև եւ այդ հարցերի վերջնական պատասխաններ կստանան։ Դուք եւ Ռոբերտ Քոչարյանը բանակցում եք այս պահին այդ հարցի շուրջ։ Որոշողը Ռոբերտ Քոչարյանն է լինելու։ Իրենց խմբակցության մասով։ Իրենց խմբակցության մասով բանը։ Ես չեմ կարծում։ Այսպես տպավորություն է, որ մրցավազք է, որ ՀԿ-ն Քոչարյանին ու իր թիմին է տուփիկ ուզում տալ, հիմա էլ Քոչարյանն ու իր թիմը ՀԿ-ին են տուփիկ տալիս, այսպես փոխադարձ շախ ու մատ անելու։ Տուփիկ դա փակուղու արժև կամ շախ են անում շախմատային լեզվով ասած, որ մատ անեն։ Մենք շախ ենք հայտարարել եւ հայտարարել ենք միայն այսօրվա իշխանությունները։ Մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք։ Մատանել կստացվի ըմպիչմենտով։ Այո։ Իսկ փողոց գեներացնելու հիմքեր տեսնում եք նաև այս գործընթացով։ Վստահ եմ ես, ոչ թե տեսնում եմ, այլ վստահ եմ։ Պարոն Սարգսյան, շատերը մտածում են, որ դուք Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ ունեք եւ միայն հարմար պահի եք օգտագործելու դա։ Նախ ունեք եւ երբ եք օգտագործելու։ Ոչ, ինչ կոմպրոմատներ։ Դե իշխանության եք եղել, ինքն էլ ընդդիմադիր է եղել։ Հետո Որևէ ձևով չունեք կոմպրոմատներ։ Այսինքն այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել եւ լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա։ Ես զարմանում եմ ձեր Վարկաբեկի նյութերի մասին է խոսքը։ Ես զարմանում եմ ձեր հարցերի Անձնական անձնական դաշտի երևի, հա, գործընկերություն։ Նկատի ունեք, իրեն մտել են արդեն անձնական դաշտ, այդ թվում եկեղեցականներ, ասում են նախորդ իշխանությունը կունենար, ինչ էլ չլինի հատուկ ծառայություններ, ինչ որ անձնական հետաքրքիր տեսանյութեր։ Ոչ։ Ձեր պահոցում միայն են ձայնագրություններ։ Ես հետաքրքիր ձայնագրություն հրապարակել եմ, թե ցավոք սրտի շատ-շատերին դա քիչ հետաքրքրեց։ Բայց այսօրվա իրավիճակը հենց այդ օսակցության արդյունք էր, այդպիսի դիրքորոշման արդյունք էր։ Պարոն նախագահ, 7 տարի առաջվա իրողություններին անդրադառնալով եւ այս 7 տարիների մասին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հայտարարություն բացահայտում է արել, նշել է, որ որոշ երկրներ շահագրգռված էին Հայաստանը մասնատելու ճանապարհով Զանգեզուրի միջանցքի անվան տակ փակել Իրանի ելքը դեպի Եվրոպա եւ Թեհրանը կարողացել է խափանել այդ գործարքը։ Ըստ ձեզ այդ որոշ երկրների այդ ծրագրերը վերջնականապես խափանված են, թե պետք է շարունակվեն եւ հակազդեցություն պետք է։ Ոչ, մենք միշտ էլ արտաքին վտանգի առկայություն զգացել ենք եւ զգալու ենք։ Ես չեմ կարող մեկնաբանել Իրանի, ինչպես ասեցիք, համապատասխան պաշտոնյայի ասածները։ Համենայնիվ ծրագրերի մասին դուք ակնարկել եք, պարոն նախագահ, գլոբալիստական երկհաղորդում։ Ոչ, ես այդպիսի բանի մասին չեմ ակնարկել։ Ես միշտ ասել եմ, որ այո, Հայաստանը ունի եւ ունենալու է անվտանգության մեծ խնդիրներ։ Պարոն նախագահ, արդեն 6-րդ անգամն է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննության են կանչում, արդյոք նրան ուզում են ձերբակալել եւ այդպիսով փակել Արցախի էջը։ Չեմ կարծում, ինստիտուտների հետ միասին Սամվել Շահրամանյանին ձերբակալելու, ես չեմ տեսնում այդպիսի ցանկություն։ Սա մեկ, երկրորդ, որևէ մեկին ձերբակալելով, որևէ մեկը չի կարողանալու Արցախի էջը փակել։ Այնպես որ Իսկ Արցախի վերադարձը ինչպես եք պատկերացնում։ Այս պահին ոչ մի կետ։ Այս պահին ոչ մի կետ։ Պարոն Սարգսյան, վեհապարի հետ առաջին նախագահան հանդիպեց, արդյոք պատրաստվում եք դուք եւս հանդիպել աջակցություն ցուցաբերել այս Ես բարբերաբար եմ հանդիպում վեհապար Հայրապետի հետ։ Ցանկացած անհրաժեշտ պահի Իդեպ դուք ինչպես եք գնահատում այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա այսպես հարձակում եղավ ԿՊ-ի կողմից, այն պարագայում, երբ որ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հենց Նիկոլ Փաշինյանի հետ պայքարում էր ձեր դեմ եւ ասում են Նիկոլը Լևոնի հոգեզավակն է, բան, ու հիմա փաստորեն նրան էլ այսպես ապերախտություն ցուցաբերեցին նույնիսկ իրենց հոգեվոր հոր նկատմամբ։ Ես մի անգամ կարծում եմ էլի ձեր հարցին պատասխանել եմ, որ ես չեմ համարել այսօրվա կառավարիչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ։ Ուղիղ այնպես,
ինչպես տարբեր այսպես շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում խորհրդաշարժման ղեկավարի հոգեզավակ։ Իսկ թե ինչպես պատահեց շատ պարզ։ Մարդը Հայաստանի կառավարիչի նկատի ունեմ, ամեն ինչ անում է, որ ցանկացած մի երևացող մարդու վարկաբեկ է։ Իդեպ կոմպրոմատների մասով նաև շատ են այս տարիներին շատ խոսվեց որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը գործակալ են, Թուրքիայի գործակալ են, չգիտեմ ինչ-որ հատուկ ծառայությունների եւ ասում են, բա նախորդ 10 տարիների ընթացքում էլ հատուկ ծառայությունների մասին որևէ բան չգիտեն, դուք երբևէ ձեզ զեկուցել են թեկուզ կասկած, որ նրանք օրինակ, չգիտեմ, հավաքագրված են այս կամ այն ուժի կամ երկրի կողմից։ Ոչ։ Մաքուր է եղել նրանց անցյալը քաղաքական եւ ոչ քաղաքական։ Կարող եմ դա հաստատել։ Արարատ Միրզյանի մասին էլ Ես ասում եմ շատ բարձ բան, որ ես այդպեսի զեկույց չեմ լսել։ Գուցե հատուկ ծառայությունները ճիշտ չեն աշխատել այդ տարիներին։ Միգուցե ամեն ինչ շատ հնարավոր է։ Ամեն ինչ շատ հնարավոր է։ Դրա համար էլ ես չեմ կարող ասել, նրանք ոնց պարզ մաքուր են, էլ այդպես։ Բա Միքայել Մինասյանը ինչպես հրապարակեց այդ թուղթը Արարատ Միրզյանի մասով։ Դե որ տեսնենք։ Նախագահ Հայաստանի սահմանին զորավարժություններ են շարունակվում, Ֆրանսիան Ադրբեջանում էներգետիկ պրոյեկտ է բացում, տարբեր համատեղ զորավարժություններ են, Փաշինյանն էլ շուտ ասելուկի նման կրկնում է, որ խաղաղություն լինելու է։ Այս համապատկերում խաղաղությանը պետք է հավատալ կարծում, որ չարաշահում եք այս դատական նիստի առկայությունը եւ հենց հարցեր կան, որոնց պատասխաններն ակնկալում են նաեւ ձեզնից լսել քաղաքացիները։ Ինչ հարցեր։ Ի վերջո, այս համայնապատկերում խաղաղության հեռանկարը ասելով խաղաղություն կստանանք։ Հա, ու այնպես ինչպես հալվա ասելով մեր վերանը քաղցրանում է, չէ՞։ Պարոն նախագահ Նիկոլ Փաշինյանը վեհարանի վրա այս հարձակումով ցույց տվեց, որ ինքը կարելի գծեր ըստ էության չունի, մտնելով անկողին, չգիտեմ, վեհապարի նոր եք համոզվել, ես ձեզ շնորհավորում եմ։ Ես իմ հարցն է, ինչ գործիքակազմով պիտի այդ կարգի գործիչի դեմ պայքարել, գործուն ինչ գործիքակազմ է, երբ որ գիտես, որ դիմաց մենք առաջադրել ենք գործիքակազմով։ Մենք առաջադրել ենք։ Դասական գործիքակազմեր են ըստ Դասական։ Այսինքն ինչ էքստրաորդինար մի բան է պետք երևի, որովհետև սովորական երևույթ չի, էլի։ Այդ էքստրաորդինարը ինչ է։ Եթե տրամաբանական հուշումը լինի, կարող ենք մենք մի քիչ դժվար է հուշել որ ինչն է այս քաղաքական իր հետ իր լեզվով։ Ես չեմ կարծում, որ քննադատության պակաս կա, բայց ես օրինակ ի վիճակի չեմ իր լեզվով խոսել։ Իր բառամթերքով։ Ի վիճակի չեմ։ Վերջին ինչալս բառամթերքը, երբ որ եկեղեցու հետ կապված արտահայտեց ձեր վերաբերմունքը, դուք պետության ղեկավար եք եղել, շատ այսպես իրավիճակներ եք եղել, որ կարող է եւ հունից դուրս եք եկել։ Օրինակ ձեզ կարող եք այդպիսի բառամթերք ցույց տալ։ Ոչ։ Պարոն նախագահ, արդեն հայտնի է ընտրությունների օրը 2026-ի հունիսի 7-ին, եթե այն ամենայնի միջև չհաջողվի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտով հեռացնել, ՀՀԿ-ն մասնակցել է ընտրություններին։ Տեսնենք։ Դեռ որոշում չկա։ Ոչ։ Պարոն նախագահ, դուք իսկապես 30 տարի բանակցել եք Արցախը հանձնելու շուրջ, այդ բանակցությունները դրա մասին են եղել, հետո եկել հանրության ապահովական։ Բայց ես ձեր փոխարեն ամաչում եմ։ Դա ինչ հարցավոր տալիս եք։ Դե այդ են ասում ձեր մասին։ Ո՞վ ասում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները ասեն իրան հարցրեք, թող մի հատ փաստ բերի։ Իդեպ այդ բանավեճի մասով շատ խոսվեց, իհարկե ասում է դե թող կանգնեն պատասխանեն, գիտեն որ պարտվելու են նախկին նախագահները, ինչ չեն գալիս, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Այսինքն ինչու են պարտվելու, այնտեղ փոխ են բռնելու, հա։ Ինքը ախտելու է։ Իբր բանավեճում, որ ինքը կարողանելու է ապացուցել, որ իսկապես իբրև թե բանակցել եք Արցախ հանձնելու շուրջ կամ շուտ եք տվել Ալիևը Չրևերցին։ Մենք շատ հստակ ասել ենք, թող ինքը հրապարակի համանախագահների կողմից առաջարկած վերջին փաստաթղթը։ Երբ որ հրապարակի, այն ժամանակ նաև մենք մեր կարծիքը կասենք։ Որը նկատի ունեք Լավրովի պլանը թե 19 թվականին։ Մեկ անգամ ևս ասեմ, որ Լավրովի պլան, որպես այդպիսին լրագրողների կողմից
եւ նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է։ Այդպիսի պլան չի եղել։ Համանախագահները անկախ նրանից դա Ռուսաստանի ներկայացուցիչ էր, Ֆրանսիայի թե Միացյալ Նահանգների միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթղթեր։ Բայց կարգավիճակը մեկը անորոշ էր, չէ՞ մնալու, պարոն Սարգսյան։ Այո, դա է։ Կարգավիճակի հարցը անորոշ էր, չէ՞ մնալու, այդ բանակցվող տարբերակով եւս։ Այդ հանրաքվեն ինչպես էր իրականացվելու, հանրաքվեին օրինակ ադրբեջանցիները մասնակցելու էին։ Ուրեմն մանրամասն ես դրա մասին խոսել եմ, նորից կրկնելը իմաստ չունի։ Հարցը լուծում էր հետևյալ կերպ։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտությամբ, որը ուներ պարտադիր իրավական ուժ եւ որի որակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Սա մեկ։ Երկրորդ, մենք Ադրբեջանին էինք վերադարձնում 7 շրջաններից 5-ը խաղաղապահ ուժեր էին գալիս Մանկյան վտանգության խորհրդի որոշմամբ եւ կախված նրանից, թե ինչպիսի տեմպերով եւ երբ որոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, որոշվեր նաև երկու շրջանների ճակատագիրը։ Լավրովը ինչի մասին էր խոսում, որ ասում էր հարցը ըստ էության նախընտրել եք թողնել սերունդներին, անձամբ դուք չէ, այլ այդ բանակցողներ ես ամբողջ ժամանակահատվածի։ Ոչ։ Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որ մեր ցանկությունն է, որ խնդիրը լուծվի։ Դուք ինձնից երբևէ լսել եք արդյոք ոչ մի թիզականության հետ կապված որևէ գաղափար։ Չէ, աղդամ իմ հայրենիքը չնախադասության համար դրական որոշումների ինչու չգնացիք, ինչն է պակասում։ Որովհետև ասում են Լավրովի պլանը գուցե ավելի լավ տարբերակ լիներ, քան այն ամեն ինչը հիմա մենք ունենք։ Գուցե այդ ժամանակ ես նորից պետք է կրկնեմ։ Մենակ ձեր մտքում ուրիշ բաների մասին եք մտածում։ Չեմ մտածում, բայց չեք լսում, որ ես ասում եմ Լավրովի պլան չի եղել։ Նորից ասում եք Լավրովի պլան։ Բայց ինչ որ լավ գուցե անուն Լավրով չէ, բայց որոշակի առաջարկների փաթեթ է եղել, որ ավելի կրկնակի անգամ ավելի լավն է, քան հիմա մենք ինչ ունենք։ Կրկնակի անգամ, բայց շատ լավն է, եւ մենք պատրաստ ենք դրան գնալու։ Դրա ապացույցը այն է, որ չգնացիք։ Այդ ձեր հարցին ես չեմ պատասխանել, որովհետեւ դուք այլ նպատակ ունեք։ Մի բառ եմ ասում, իրեքը դուք եք ասում։ Եթե դուք ավելի լավ գիտեք, դուք պատասխանեք, թող այս մարդիկ լսեն։ Չեմ Դուք ասում եք, որ ամեն անգամ երբ որ գնում ենք զիջումների, Ադրբեջան նոր զիջումներ է ակնկալում։ Ես տենց բան չեմ ասում։ Դե խոսքը փակ դռների ետևում նաև որ ասում եք Ալիևին ստիպում էին, որ ճանաչեր ասել է։ Այ ինչը երևի գործընկերից նաև դա նկատի ուներ, պարոն Սարգսյան, ինչն է ինչ-որ մի պահի հետ կանգնեցել այդ բանակցություններին։ Մենք հետ չենք կանգնել որևէ բանակցություն։ Իրենց մենք պարզվում ենք ենք կանգնել, այո։ հույս են ունեցել, որ ռազմական էսկալացիա հարց կլուծվի։ Աննախագահ թույլ կտակ։ Փակուղին։ Հա, այդ են անդադ հիշեցնում։ Այո, բայց երբ չի եղել փակուղին։ Սկսած 95 թվականից, 94 թվականից տարբեր ժամանակներում եղել են փակուղիներ։ Բայց փակուղին չի նշանակում, որ վերջնականապես ամեն ինչը որոշվեց։ Այդ փակուղը բազմաթիվ անգամ դուրս ենք եկել այդ փակուղուց։ Բա Քիվեստը փակուղի չէ, որ չստացվեց, դրանից հաջորդները, ես մեր ժամանակահատվածին անցնեմ, Բակազանը փակուղի չէ, բայց փակուղից հետո ինչպես նորից բանակցությունները շարունակվեցին եւ էական փոփոխություններ չեղան։ Բանակցությունները տենց է, եթե փակուղի չլներ, նա հարցերը կլուծվեին, էլի։ Իսկ մեր ժողովրդի մեջ ինչ փոխվեց, որ օրինակ ապրիլյան պատերազմի շանում եմ, խնդրում եմ արգնա, որտեղ դատականներից հետո հարցերը չեն փոխվել։ Merci.